Փաստերթը գրում է Ռուսաստանի իրավապահ մարմիններն առանց որևէ պատճառաբանության կանգնեցրել եւ արգելափակել են հայկական Spike ընկերության 100-ից ավելի բեռնատարներ։ Պարզվում է արգելափակված են ոչ միայն Spike ընկերության, այլև դեպի Ռուսաստան ապրանք արտահանող մոտ 50 կազմակերպությունների բեռնատարներ։ Խոսքն ընդհանուր առմամբ շուրջ 450 բեռնատարի մասին է, որոնք թերթի տեղեկություններով Վերին Լարսի անցակետում տարբեր պատճառաբանություններով, շատ դեպքերում անգամ առանց պատճառաբանությունների արգելափակված են։ Արդյունքում բոլոր այն ընկերությունները, որոնց պատկանում են նշյալ բեռները, ահռելի վնասներ են կրում։ Միայն բեռնատարների համար նրանք վճարում են օրական մոտ $100 գումար, չհաշված այն հանգամանքը, որ կան նաև շուտ փչացող ապրանքներով մեքենաներ։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է սեպտեմբերի 20-ին կայանալի քաղաքացիական պայմանագիր կուսակցության համագումարից հետո հնարավոր են կադրային փոփոխություններ կառավարության կազմում։ ԿՊԱ-ական շրջանակներում կարծում են, որ համագումարին ուրվագծվելու է ապագայի վերաբերյալ իրենց տեսլականը, այլ կերպ ասած նախընտրական քարոզարշավի մեկնարկն է տրվելու, եւ Փաշինյանի քայլերն էլ այդ տրամաբանության մեջ են լինելու։ Խոսակցություններ կան, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կարող է փոխվարչապետ նշանակվել, թե ում փոխարեն Տիգրան Խաչատրյանի, թե Մհեր Գրիգորյանի դեռևս հայտնի չէ։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով քաղաքացիական պայմանագրի ներսում ձևավորված հակամարտությունը ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եւ իշխող թիմի падգամավոր Հայկ Սարգսյանի միջև դեռ երկար կձգվի, բայց արդեն այսօր ակնհայտ է Նիկոլ Փաշինյանը կողմնորոշվել է եւ նրա կողմնորոշումը թեքված է դեպի Ալեն Սիմոնյանի կողմ։ Հայկ Սարգսյանը Փաշինյանի երբեմնի ամենահավատարիմ եւ մոտ մարդկանցից մեկն է, իսկ այսօր արդեն դառնում է անցանկալի։ Պատճառը պարզ է, Սարգսյանը սկսեց ցուցադրել ինքնուրույնություն, թիմի ներսում փորձել է լիդերության հայտ ներկայացնել, իսկ երբ անգամ հանդգնեց հակադրվել քաղաքացիական պայմանագրի ակտիվի հավաքի ժամանակ Փաշինյանի քավոր Վահե Ղալումյանին եւ անգամ քաշքշեցի միմյանց Փաշինյանի ներկայությամբ, իրավիճակ փոխվեց։ Արդյունքում քաղաքացիական պայմանագրի ներսում ամեն ինչ վերածվել է ներպալատական ինտրիգների ու ռազմորկանների, իսկ գլխավոր դիրիժորը Նիկոլ Փաշինյանն է, որը ստիպված է մի ձեռքով հեռու պահել շիշ բռնողին, մյուսով թիկունք կանգնել թքող ազգային ժողովի նախագահին։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է Նիկոլ Փաշինյանը փոխել է եկեղեցու եւ վեհափառի դեմ պայքարի մարտավարությունը, բացահայտ արշավը հոգեվորականներին վարկաբեկելն ու վիրավորելը արդյունք չտվեցին։ Վեհափառը հրաժարական չի տալիս, հիմա որոշել է եկեղեցին ներսից կազմաքանդել։ Որոշ տեղեկություններով հոգեվորականների շրջանում իշխանականները որս են սկսել, փորձում են պեղել Գարեգին II-ից դժգոհ հոգեվորականների, որ նրանց ձեռքով քանդեն մայրաթոռը։ Թերթի տեղեկություններով անգամ փորձում են շահագրգռել դրամական աջակցություն են խոստանում բոլոր նրանց, ովքեր եթե դեմ գնան վեհափառին, կարող է կարգալույծ լինեն։ Բացի այդ, ներսից ինֆորմացիա են փորձում ստանալ ապօրինի գործարքների վերաբերյալ։ Զուգահեռ իրավապահներին է հանձնարարել նյութեր հայթայթել կաթողիկոսի դեմ։ Կա տեսակետ, որ հարձակումը կարող է իրականացվել մայրաթոռի դեմ հաջորդ տարի ընտրությունների նախաշեմին, որով կամ քաղաքացիական բախում կհրահրեն եւ երկրում արտակարգ դրություն կհայտարարեն ու ընտրությունների ժամկետը կերկարաձգեն, կամ էլ եկեղեցու դեմ տարած հաղթանակով հոգեբանական ճնշում կգործադրեն ընտրողների վրա, որ չմասնակցեն ընտրություններին եւ իրենք վերարտադրվեն։ Գրում է թերթը։ Փաստերթը գրում է շաբաթներ առաջ լրագրող Հակոբ Կարապետյանն անդրադարձել էր հանրային տրանսպորտում տոմս ունեցող ուղևորին տուգանելու միջադեպին։ Գրառում էր կատարել, որից հետո նրա հետ Facebook-ով կապ էր հաստատել Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի ծառայության պետի պաշտոնակատար Ավետ Բաբայանը։ Հայոյանքներով ուղեկցված խոսակցությունից որոշ ժամանակ անց իր աշխատավայրի մոտ անհայտ անձի կողմից Կարապետյանը բռնության է ենթարկվել։ Միջադեպից հետո քրեական բարույթ է նախաձեռնվել։ Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նկատողություն է հայտարարել Բաբայանին եւ պահանջել է, որ վերջինս արձակուրդ վերցնի մինչեւ քննության ավարտը։ Թերթի տեղեկություններով Բաբայանն արձակուրդից այլևս չի վերադառնա եւ կազատվի զբաղեցրած պաշտոնից։ Գրում է թերթը։